Թադևոս Ավետիսյանն։ Պարոն Եղոյան, Եվրոինտեգրումը որով է սարել, եկել է ստեղ մեծ խոսալու, չգիտեմ ինչ-որ դասել է ստալիս մեծ խոսելով։ Ուրեմն դուքով։ Տեսեք, չենք հավատում, որ դուք կկատարեք ձեր խոստումը։ Եվ չենք հավատում, որովհետև դա փաստված է։ 4.5 տարում բարձրացրել եք 22% միջին կենսաթոշակը, հասցնելով ընդամենը 50,000 դրամի, իսկ իրականում նույնիսկ ամենացածր հաշվարկով համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ 68,000-ը նվազագույն սպառողական զամբյուղը, դա նշանակում է, որ 50,000-ից պետք է բարձրացնեք հասցնելով 68,000 եւ այդ չափ բնական է, որ չեք անելու, որտեվ 2026 թվականին, այսինքն մոտավորապես 30-40%, իսկ իրական զամբյուղին հասցնելու համար 50%, հնարավոր էլ չի լինելու, նկատի առնելով, որ 5.1%-անոց տնտեսական աճի փուլ ենք մտել։ Այսինքն, երբ որ 9%-անոց միջին տարեկան տնտեսական աճ կար, չէիք բարձրացնում, բնականաբար այդքան։ Այո, ես շնորհակալ եմ պարոն Թորոսյանին, որ ի վերջո հետ քայլ արեց եւ ասեց, որ այո, չսպասեք, որ այն դպրոցաշինական ծրագրերը եւ այլն դրանք մենք կատարելու ենք, այո, ինչ որ մի բան կանենք, բայց կարևորը process-ն է։ Դպրոց ենք սարքում, ինչ կարևոր է 500-ից ենթադրենք սարքել ենք օրինակ 100-ը։ Եվ կարևորը ինչ որ չափով բարձրացնելն է, ինչ կարևոր է դա անել։ Փողի մասով էլ մի լրացում կանեմ, պարոն Թորոսյանը թող նայի օրինակ առողջապահության նախարարության կողմից ծախսված գումարները եւ օրինակ տեսնի արդյոք կարելի էր արդյունավետ ծախսել կամ ավելի լավ ծախսել եւ այդտեղից ինչքան գումարներ կարելի էր խնայել։ Իսկ Տիկին Տիգրանյան 36680 դրամը, այս թիվը, այս պաշտոնական վիճակագրությունն է 36689 դրամ։ Սա ավելին է, քան 36,000 դրամը։ Սա ուղղակի պարզ փաստ է։ Չենք հավատում, որովհետև այո, 41,000 դրամը իրականում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը եւ այն մեթոդաբանությունը, որ դուք վկայակոչում եք, դա 20 տարվա հնության մեթոդաբանություն է եւ հաշվարկի հիմքում հենց դրված է եղել աղքատությունը եւ եթե մենք ուզում ենք դուրս գանք այդ ճիրաններից, ապա պետք է գնանք դեպի նոր մեթոդաբանություն։ Դուք հավաքական ներողություն եմ խնդրում, էլի մի վայրկյան ավել գուցե խոսեմ, դուք հավաքական երջանկություն եք խոստվել, այ դրա համար չենք հավատում, իսկ դա դուք չեք բերել, դուք որպես իշխանություն մեր սերունդների հիշողության մեջ մնալու եք որպես երջանկություն խոստացած դժբախտություն բերած իշխանություն։ Դուք եթե հիմա դեմ քվեարկեք այս նախագծին, ապա դեմ եք քվեարկում ոչ միայն ձեր ծրագրին, ձեր տված խոստումներին, այլ նաև ձեր իսկ ընտրողներին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից